Նախագծային աշխատանքի թեմա. Մարդ, որը երբեք չլինելով հայրենիքում, լավագույնս նկարագրեց այն, քարտեզագրելով Ղևոն Դալիշյանի անցած ուղին։ Նախագծի նպատակը՝ զարգացնել աշակերտների հետազոտական կարողությունները, ինչպես նաև վերլուծելու, համադրելու և դիրքորոշում հայտնելու կարողությունը, ծանոթացնել աշխարհացույց կրթական հարթակին, ձևավորել աշխատասիրություն, նպատակասլացություն և կամք աշակերտների մոտ, հետազոտելով մեծագույն հայերից մեկի կերպարը։ Նախագծի խնդիրը՝ բացահայտել, թե ինչպես Ալիշյանը, չլինելով հայրենիքում, կարողացել է ներկայացնել և քարտեզագրել այն առավել ճշգրիտ ձևով, ուսումնասիրել և հետազոտել Ղևոն Դալիշյանի կյանքի քիչ ուսումնասիրված և անհայտ դրվագները, ներկայացնել հավաքագրված տեղեկությունները աշխարհացույց կրթական հարթակի միջոցով։ Շեշտը դրվել է Ղևոն Դալիշյանի կյանքի քիչ ուսումնասիրված և անհայտ դրվագների ուսումնասիրությանը, որը ամբողջական կդարձնի Ղևոն Դալիշյանի կերպարը։ Աշխատանքների ընթացքը և վերջնարդյունքը։ Ղևոն Դալիշյանը մեծ հայտնի այրերակնարանում գլխավոր ուշադրությունը դարձրել է Շիրակ գավառին և Շիրակ Ես մասնակցելով աշխարհացույց կրթական համակին ունեցել եմ դժվարություններ, չեմ կարողացել միանալ դասին սում հաղթակով և տեսաձեռնագրությունները դիտելու շնորհիվ կարողացել եմ ստեղծել լինել Ղևոն Դալիշյանի կենսագործունեության վերաբերյալ։ Նախագծի շրջանակներում ես ունեցել եմ շատ դժվարություններ, որոնցից մեկը հենց դինամիկ սկրինշոթի օգտագործումն է։ Նախագծի սկզբում ես չունեի անհրաժեշտ տեղեկություններ այն կիրառելու համար, բայց իմ ընկերների, ուսուցիչների, ռեսուրսների բանակի տեսաձեռնագրությունների օգնությամբ ես արդեն պատրաստել եմ Ղևոն Դալիշյանի Այրարատ և Շիրակ գավառների մասին փիներ, օգտագործելով հենց դինամիկ սկրինշոթը։ Ես չհասցրեցի պատրաստել փին, որոշեցի նկարչական խմբակում նկարել Ղևոն Դալիշյանին։ Շնորհավորություն հայտնել նախագծի կազմակերպիչներին, այս գեղեցիկ հնարավորությունը մեզ ուսուցիչներից և սովորողներին ընձեռելու համար։ Մտահաղացումը շատ հրաշալի էր, գեղեցիկ էր։ Մենք ավելի մոտիկից ծանոթացանք աշխարհացույց հարթակին, նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, իսկ դժվարությունների դեպքում դասընթացների ընթացքում ստացանք մեզ սպառիչ պատասխաններ համապատասխան մասնագետներից։ Ճիշտ է, եղել են դժվարություններ, որոնք չեն կարողացել աշակերտները հաղթահարել են մեր ուսուցիչների օգնությամբ։ Շնորհակալ ենք և սպասում ենք վերջնարդյունքին։ Նախագիծը վերնագրված է մարդ, որը երբեք չլինելով հայրենիքում, լավագույնս նկարագրեց այն, քարտեզագրելով Ղևոն Դալիշյանի անցած ուղին։ Նման ձևակերպումը իմը չէ, մերը չէ, ես դա հանդիպել եմ շատ տարիներ առաջ, գործական տարիներին, Ղևոն Դալիշյանի մասին և միշտ իմ մտքի մեջ կար բավական է նշել, որ իր գործունեության ընթացքում նա ստեղծել է ավելի քան 40 հատուկ հուշահամություն, երբեք չի եղել հայրենիքում և ինձ համար ֆանտաստիկ էր 19-րդ մեծազգանավորությունը, որը չունենալով ներկայիս հնարավորությունները, տեխնիկական միջոցները կարողանում էր ճշգրտորեն
եւ կարծում եմ, որ այն արժանի մարդն է ոչ միայն հայոց պատմության մեջ, այլ նաեւ համաշխարհային պատմության մեջ, որը իր կյանքի օրինակով ցույց է տալիս, որ առաքինությունը, աշխատասիրությունը եւ նվիրվածությունը ամենակարևորն է։ Եվ ինչպես նշում էր Արտյանը եւ Ժանիկ Մանուկյանը։ Իմ սիրուն կտրճորայք, գեմ թե զգալս արջվից սիրեք, նահապետին մտիկ արեք, աստվածազարդ ելեք հանդես, հայ հայրենյաց ելեկի